Ղևոն Դալիշյանը մեր մեծագույն հայերից մեկն է, մեր ազգի հոգևոր առաջնորդներից մեկն է, որն ապրել է 19-րդ դարում եւ դժվար է, կարելի ասել անընդգրկելի է նրա հետազոտությունների ոլորտը, որտեղ նա անդրադարձել է եւ հրապարակախոսությանը, եւ թարգմանությանը, եւ պատմագիտությանը, եւ գրականությանը, ուրեմն հայ ազգի համար մեծություն է, ուրեմն Ղևոն Դալիշյանը եղել է Մխիթարյան միաբանության հայտնի անդամներից մեկը, եւ ուրեմն Միքայել Չամչյանից եւ Արսեն Բաղդադունուց հետո նա արժանացել է Մխիթարյան միաբանությունում իր հուշասենյակ ունենալու պատվին։ Ուրեմն Ղևոն Դալիշյանը բազմաթիվ, ինչպես ասվեց, ստեղծագործությունների հեղինակ է, նա մեծ հետ է թողել հայ գրականության պատմության մեջ, կարելի ասել, ուրեմն այսպես բերեք ներկայացնեմ, ուրեմն նա ծնվել է 1820 թվականին հուլիսի 16-ին Կոստանդնուպոլիս քաղաքում Պետրոս Ալիշանի, Մաշկալյան Ալիշանի ընտանիքում, հայրը եղել է դրամահավաք եւ դա ներողություն դրամագետ եւ հնահավաք, ունեցել է եղբայր Սերոպը կամ Սերովպե են ասել, երկուսն էլ վաղ տարիքից ուղարկվել են Վենետիկի Մխիթարյան միաբանություն, այնտեղ այսպես կոչված սովորել են 12 տարեկանում է Ալիշանը հայտնվել Մխիթարյան միաբանությունում, 4 տարի սովորել է ուրեմն այսպես կոչված ընծայարանում, դա ոնց որ իրենց դպրոցի ցածր աստիճաններ, ապա 1836 թվականին ընդունվել եւ 5 տարի սովորել է նախաընծայարանում կամ Մխիթարյան միաբանությունում, դա կոչվում էր բարձրագույն դպրոց։ Ուրեմն քահանայական առաջին ձեռնադրությունը ստացել է այսպես կոչված փիլոն առությունը եղել է 1836 թվականին, ապա 1830 եւ այդ տարում է, որ նա ընտրել է իր Ղևոն տանումը, 1838 թվականին նա երկրորդ անգամ ուրեմն ավելի եկեղեցական ավելի բարձր կոչում է ստացել, ձեռնադրվել է քահանա։ Ուրեմն Ղևոն Դալիշյանը 1843 թվականից արդեն նախ ես ասեմ, որ ինքը բավականին երիտասարդ տարիքից է սկսել բանաստեղծություններ գրել, սկզբում ինքը հայտնի է որպես չափածոների հեղինակ, պոետ, հետո նոր կյանքի երևի արդեն երկրորդ հատվածում մենք կարող ենք ասել, որ նա կապնվել է պատմագիտության հետ, ուրեմն առաջին բանաստեղծությունը նա գրել է արդեն 20 տարեկան հասակում եւ հենց 1943 թվականին հիմնադրվեց միաբանության բազմավեպ հանդեսը, նա սկսեց աշխատակցել այդ հանդեսին։ Նույնիսկ 1848-51 թվականներին նա եղել այդ բազմավեպ ամսագրի խմբագիրը եւ ինչպես գիտենք, բազմավեպը հայ իրականության ամենաերկար գոյատևող ամսագիրն է, հրատարակվել է 1943-ից մինչև օրս հրատարակվում է, Ղևոն Դալիշյանը եղել է նրա հանճարեղ տաղանդավոր խմբագիրներից մեկը։ Ուրեմն Ալիշյանը 1853 թվականներին շրջագայել է եվրոպական երկրների մայրաքաղաքներով, եղել է Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Վիեննայում եւ բնականաբար նման հետաքրքրություններ ունեցող գործիչը չէր կարող, մտավորականը չէր կարող չուսումնասիրել այդ քաղաքներում նյութական եւ հոգեվոր մշակույթի ահռելի ժառանգությունը, այդ թվում նաեւ կապված հայ ժողովրդի պատմության հետ։ Պետք է ասել, որ ճիշտ է, մեծ ինքը ներդրում ունի մեր ընդհանրապես հայագիտության բնագավառում, բայց հետաքրքիր փաստ է նրա կյանքում, որ երբեք Հայաստանում չէր եղել նա, եւ սա շատ հետաքրքիր է։ Բանաստեղծական գործունեությունը նրա տևել է 10 տարի, 1842-ից 1852 թվականի ընթացքում է նա գրել չափածո ստեղծագործություններ եւ այսպիսի հաշվարկ կա, որ նա այդ 10-12 տարվա ընթացքում ստեղծել է մոտ 30,000 տող։ Ուղղակի նրա գրվածքները անմաչելի են եղել, կարելի ասել ժամանակի ընթերցող հանրության համար, լեզուն շատ խրթին է եղել, դժվար է կարտացվել,
բայց Ալիշյանը համարվում է մեր գրականության մեջ ուրեմն կլասիցիզմից դեպի ռոմանտիզմ անցման այդ շրջանի լավագույն երկարիչներից մեկը, նա գրականության ռոմանտիկական կամ վիպակաշտական ուղղությունը։ Կարելի ասել նա Հարություն Ալանդալյանից հետո երկրորդն էր, որ այդ ուղղությունը առաջ տարավ։ Եվ Լևոն Ալիշյանն ունեցել նաև շատ հետևորդներ, նրա ստեղծագործությամբ շատերն են ոգևորվել, ոգեշնչվել, ամենահայտնիները, որոնց մենք կարող ենք նշենք, դա Ռաֆայել Պատկանյանն է, Մկրտիչ Պեշիկ Թաշյանն է, որոնք իսկապես մեծ ազդեցություն են կրել Լևոն Ալիշյանի գրական ժառանգությունից։ Ուրեմն այս մեր հանճարեղ հայի մասին կարող ենք ասենք, որ նույնիսկ իր աշխարհիկ անունն էր խորհրդարիշական, իր եւ եղբոր հայրը երևի թե սկզբանե մտածել է սա քերովպե, սերովպե, որպես հրեշտակներ եւ նրանք իսկապես որպես Հայաստանի հրեշտակներ մանավանդ Լևոն Ալիշյանը մինչև իր կյանքի վերջ, մինչև 1901 թվականը դարձել էր իսկապես Հայաստանի պահապանը, մեր պատմության, մեր բանավոր եւ գրավոր ժառանգության պահապանը։ Ուրեմն Լևոն Ալիշյանը հենց որ քահանայական կոչում է ստանում 1841 թվականին նշանակվում է Վենետիկի Ռաֆայելյան վարժյանի տնօրենը եւ ասացի միաժամանակ աշխատակցում է նաեւ բազմավեբ հանդեսին, այս պաշտոնավարումը տևում է մինչև 1846 թվական։ Ապա երբ որ նա շրջագայությունից գալիս է Եվրոպական 1858-ից մինչև 61 թվականի ընթացքում նա լինում է Փարիզի Մուրադյան վարժյանի տնօրենը, ապա մի անգամ էլ 1866-72 թվականներին կրկին զբաղեցնում է Վենետիկի Ռաֆայելյան վարժյանի տնօրենի պաշտոնը եւ 1872 թվականից հետո նա ամբողջությամբ նվիրում է հայագիտությանը, գիտությանը եւ մինչեւ իր կյանքի վերջը ծառայում է այդ վեր գործի։ Կյանքի ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ մոտ 45 հատոր աշխատություններ, ամենահայտնի աշխատությունները նրա դրանք են հայապատումը, քաղաքական աշխարհագրություն, նրա բանաստեղծությունների երկու ժողովածուները մուհակ հայկական 5 հատորով եւ ուրեմն Հուշիկ Հայրենյաց երկու ժողովածուներ ունի, որ կարելի ասել նրա ամբողջ բանաստեղծական ժառանգությունը ընդգրկված է այդ հատորներում։ Նա նաև անդրադարձել է գաղթօջախների մեր պատմությանը, հատկապես շատ հայտնի է նրա հայ Վենետ եւ ուրեմն պատմություն կամենից աշխատությունները։